Կոլյա Միքայելյանը կազատվի Վայոց Ձորի մարզպետի պաշտոնից։ Կառավարության որոշմամբ մարզպետ կնշանակվի Վահագն Արսենյանը։ Միքայելյանը Վայոց Ձորի մարզպետ էր նշանակվել 2023-ի դեկտեմբերին։ Արսենյանը 2021-ի հոկտեմբերին վարչապետի որոշմամբ նշանակվել էր Ջերմուկ համայնքի ղեկավարի պաշտոնակատար։ Նույն տարվա դեկտեմբերին թիմ ընտրություններում գլխավորել է քաղաքացիական պայմանագիր կուսակցության նախընտրական ցուցակը եւ արդյունքում ընտրվել Ջերմուկի համայնքապետ։ Սևանա լճում ձկան պաշարների համալրման վիճակը գնահատելու համար ըստ կառավարության մշակած ծրագրի գիտական կենտրոնի կողմից 2025 թվականի հուլիսին իրականացվել է ձկան պաշարի ուսումնասիրություններ, որոնց արդյունքում առաջարկվել է 2025 թվականի աշնան որսաշրջանի համար սիգի արդյունագործական որսը սահմանել 620 տոննա միջև որսի արգելքը։ Ըստ այդմ իրականացվում է փոփոխություն, որով սիգի արդյունագործական որսի քանակը եւս 620 տոննայով կավելացվի։ Արդյունքում 2025 թվականին Սևանա լճում ամբողջ որսաշրջանի համար սիգի արդյունագործական որսի թույլատրելի քանակը 1123 տոննա է։ Այսօր հոկտեմբերի 9-ին ողբերգական դեպք է տեղի ունեցել Սյունիքի մարզում։ Առավոտյան ներքին գործերի նախարարության Գորիսի բաժնում ահազանգ է ստացվել, որ Խնձորեսկ գյուղի հայտնի կամրջի վրա դիկ կա։ Իրավապահները պարզել են, որ մահացածը Գերմանիայի Դաշնության Հանրապետության քաղաքացի 73-ամյա Ուղլիշ Լոտելն է, ով որպես զբոսաշրջիկ այցելել էր Հայաստան։ Դատաբժշկի նախնական եզրակացության համաձայն արտաքին զննությամբ դիակի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել։ Դեպքի փաստով Գորիսի քննչական բաժնում սպանություն, հանկարծամահություն հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ։ Արմեն Աթալյան, ժամը լրատվական։